Վայելեցինք, վերադարձանք ուղիղ եթեր, իսկ հիմա շարունակելու ենք խոսել երիտասարդների պատանիների մասին, որոնք իրենց սիրելի մասնագիտության մեջ արդեն հասել են հաջողությունների, մասնավորապես խոսելու ենք մի միջազգային մրցույթի մասին, որը Իգոր Կրուտոյի ակադեմիայում այս տարի արդեն կայացել է, քայլ առաջ եւ մեր հյուրերը մրցանակներով, հաջողության պատմություններով վերադարձել են։ Այո, ինչպես տեսնում եք, մեր սեղանը լի են նրանց մրցանակներով, ներկայացնեմ սիրով հյուրերին ում հետ միասին կփորձենք իմանալ մանրամասները։ Հրանուշ Տոնոյան, պրոդյուսեր Լալաֆա ստուդիայի ղեկավար, բարև ձեզ, Գոհար Զաբոնյան, երգչուհի Քայլ առաջ մրցույթի առաջին մրցանակակիր եւ Նատալի Զանյան, երգչուհի Քայլ առաջ մրցույթի երկրորդ մրցանակակիր։ Բարև ձեզ եւ շատ ուրախ ենք եւ շնորհավորում ենք այս կապակցությամբ։ Շնորհակալություն, մենք էլ նմանապես ուրախ ենք հյուրընկալվել ձեզ։ Խոսենք մրցույթից նախ ինչպես եղավ մասնակցությունը եւ մենք գիտենք, որ 200 նախնական մասնակիցներից ենք հասել մինչեւ առաջին եւ երրորդ հորիզոնականները, այս ճանապարհը փորձենք միասին բացահայտել։ Այո, մրցույթը մասնակցությունը մրցույթին կայանում է, այսինքն տեղում պետք է մեկնել Մոսկվա, որպեսզի առաջին լսումների փուլին մասնակցել։ Այդ դեպքում կարող եք ֆինալի չհասնել։ Մենք ունենք 3 մասնակից, 3 մասնակիցն էլ Փառք Աստծոն հայտնվեցին ֆինալում եւ Գոհարը զբաղեցրեց առաջին հորիզոնականը, Նատալին երրորդ եւ մեր երրորդ մասնակիցը տեղ չի զբաղեցրել, բայց ստացավ հատուկ մրցանակ, նոր ալիք մրցույթի շրջանակներում պետք է մասնակցի, այնտեղ ճամբար կա, նաեւ մրցույթ հնարավորություն ունեցավ մասնակցելու դրան։ Իհարկե մրցույթի այդ ամբողջ ճանապարհը շատ բարդ էր, հուզառատ էր, շատ էր, այսպես ասած, լարվածությունը, որտեղ շատ պրոֆեսիոնալ երգող մասնակիցներ կային եւ աղջիկները մրցում էին 16-ից 25 տարեկանների տարիքային խմբում։ Հետո ֆինալին արդեն մասնակցում էին 7 մասնակից եւ ահա ունենք այս արդյունքը։ Հիանալի է, աղջիկներ, դուք պատմեք, սա ինչ փորձառություն էր ձեզ համար եւ պատկերացնում եք, որ այսպիսի դժվար ճանապարհ եք անցնելու մինչեւ հաղթանակը, երբ մեկնում եք առաջին լսումներին։ Կամ առհասարակ հաղթանակի մասին մտածում եք։ Շատ հաճելի ու դժվար ճանապարհ էր տարիների ընթացքում այսքան համերգների մասնակցելուց հետո կարողացանք շատ արդյունքների հասնենք եւ սա մեր արդյունքներից մեկն էր, շատ լի էմոցիաներ ունեինք, շատ խառը, բայց ուրախ, ինքնավստահ, որովհետեւ այդքան տարի աշխատել էինք ու ֆինալը այնտեղ պետք է անցկացվեր ու շատ հաճելի անցավ շատ։ Պատասխանատվությունը մեծ էր, քանի որ ֆինալին անցնելու էր ընդամենը 10 մասնակից կամ 10-ից ավելի քիչ։ 10-ից քիչ։ Ելույթից մի դրվագ տեսնենք։ Գոհար, պատմեք ձեր ելույթի մասին, քանի տեսնում ենք այս կադրերը պատեկրանի։ Երկերի ընտրությունն էլ իհարկե շատ կարևոր է նման մրցույթներում, այս սա ինչպես նաև իրականացվեց։ Երկերի ընտրությունը շատ բարդ process է, ես ու ընկերուհուս հետ հաստատ կարող ենք ասել, որովհետև շատ խորը մտածում ենք, թե ժյուրին ինչ է ցանկանում լսել, թե մեզ առաջինը մեր ձայնի տվյալներին ինչ է վայելում, այո, երգը այդպես ընտրեցինք Teddy Swims-ի երգացանկից եւ նաեւ Լաբադայի երգացանկից, առաջի փուլին երգեցինք 2 երգ եւ ստացանք շատ բարձր գնահատականներ, ժյուրիները շատ էին եւ եթե 10, այո, բոլորս 10 ստացանք։ Նաև խոսենք Նատալիի փորձառության մասին, որովհետև 3-ով եք գնացել եւ 3-դ եկել եք մրցանակներով, դուք եւս սպասում եք, որ պետք է հաղթեք, պետք է մրցանակով վերադառնաք, թե սա մասնակցություն եւ փորձառություն էր։ Իրականում շատ մեծ փորձ էր իմ համար, որովհետև առաջին իմ մեծ մրցույթներ արտերկրում շատ մեծ պատասխանատվություն ունեի, որովհետև այնտեղ մեր ազգակիցները շատ քիչ էին։ Այո, մենք Հայաստանն ենք ներկայացնում շատ քչով ու պատասխանատվությունը շատ մեծ էր։
երգերը շատ դժվար են կընտրել իրականում։ Մի պահել նաև ձեր տեսանյութը դիտենք։ Ու բավականին բարդ ստեղծագործություն, ինչու որոշեցիք այս բարդ կատարումով ներկայանալ։ Համապատասխանում է տեմբրալ։ Առաջին փուլում երգել եմ Ալիշա Քեսի երգացանկից If I Got You, շատ եմ սիրում Ալիշա Քեսի երգերը։ Համել շատ մրցութային երգեր ունի ինքը։ Շատ Աղջիկներ, առհասարակ երկարվեստում բացի այն, որ մրցույթներին մասնակցելը շատ կարևոր է եւ հաղթանակները էլ ավելի կարևոր են ու մեծ հաջողություն են բերում, նաեւ պետք է որոշակի երաժշտական կողմնորոշում ձեռք բերի եւ դիմագիծ ունենա արտիստը, որպեսզի կարողանա իր կարիերան այսպես գծի, թե ինչ ճանապարհով է գնում։ Դուք ունեք այդպիսի հստակ երաժշտական պատկերացում ժանրային կամ կատարողական, ինչպես եք պատկերացնում ձեր ապագան։ Ժանրային առումով ես ավելի էստրադա ջազ եմ սիրում երգել, իսկ ճանապարհը պետք է ուղղակի ամեն տարի մասնակցենք բոլոր շատ դժվար մրցույթներին, կարողանանք հաղթահարել այդ ճանապարհը, որ լավ կետի հասնենք, մրցույթներով ենք առաջ գնում։ Հեղինակային աշխատանքը Հեղինակային աշխատանքը կարևոր չէ։ Շատ կարևոր է։ Իսկ Նատալի դուք։ Ես կոնկրետ սիրելի ժանր չունեմ, բայց նախընտրում եմ անգլերեն երգեր, փոփ, ու հայկական էստրադային ջազ։ Հիանալի է։ Խոսենք նաև ստուդիայի գործունեության մասին, որովհետև 3 սաներով չէ, որ սկսվում եւ ավարտվում է ստուդիայի դասերը, ճանապարհները եւ իհարկե մրցույթները։ Առաջիկայում ինչ նոր հնարավոր հարթակներ կլինեն թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս, որ ձեր պատանիները ներկայանալու են։ Շատ լավ, այո, այս տարի ես ուզում եմ ասել, որ լրանում է Լալաֆա ստուդիայի 10 տարին։ Մենք նշելու ենք մենահամերգով եւ կենթանի հնչողությամբ, կենթանի նվագակցությամբ, մեր սաները միշտ երգում են կենթանի նվագակցությամբ, իրենց բեք վոկալներ են երգում, այսինքն մենք պատրաստում ենք մեր դպրոցում որպես անհատ երգիչներ։ Մանկական տարիքում իրենք սովորում են մանկական ծրագրով, այնուհետ մեծանում են որպես անհատներ, այլ ոչ թե որպես անսամբլային։ Եվ իրենք նույնպես արդեն 8 տարի է սովորում են մեր մոտ եւ իրենց հաջողությունները դեռ փոքրուց է գրանցված, այսինքն բոլոր մրցույթներին միշտ հաղթահարել են, անցել են, հասել են մինչև ֆինալային դաշտը, այսպես ասեմ ձեզ, թե մանկական Եվրատեսիլում Գոհարը եւ Նատալին եղել են, նորալիք մանկական մրցույթում, Սլավյանսկի բազար մրցույթում, այսինքն այդ բոլոր պրոֆեսիոնալ հարթակները իրենք շոշափելով փոքր տարիքից բարձրանում են, հետո արդեն հաճախում են տվյալ մրցույթների մեծերի տարիքային։ Իսկ հետաքրքիր է այդ մրցույթների մասնակցության որոշումն է, թե ով է մասնակցելու, ով է ներկայացնելու, ինչպես է կայացվում ստուդիայի ներսում, դուք եք որոշում միանձնյա է, մրցույթ է լինում ստուդիայի ներսում երեխաները, թե նրանց ցանկությունն եք նկատի ունենում։ Առհասարակ, եթե պատրաստ չէ մասնակիցը, ես բացահայտ միշտ ասում եմ, որ դու դեռ պատրաստ չես, նախ առաջին հերթին որքան էլ որ վոկալիստը պատրաստ լինի, պետք է կարողանա առաջնային իր հույզերը կառավարել։ Դա շատ կարևոր է, քանի որ կարող է շատ լավ տվյալներ ունենալ, լավ երգել, բայց էմոցիոնալ դաշտը չամրացնելով պատրաստ չլինի դեռ մեծ քայլերի։ Ամեն մանրունքը հաշվի ենք առնում, թե բեմական կերպարը, թե խարիզման, ամեն ինչը պետք է արդեն ինչ-որ կետի հասնի, որ մենք ասենք, այ դու կարող ես, գնացինք։ Բավականին բարդ ու երկար աշխատանք է պետք, կապ չունի տարիքը, որ հասնեն այն կետին, երբ պատրաստ են անգամ ամենաթեթև թվացող փոքրիկների համար նախատեսված մրցույթներին մասնակցելու համար եւ շատ կարեւոր է այդ հոգեբանական աջակցությունը ու երբեմն իհարկե լինում են աղջիկները չնայած իրենց խոսքում էլ նշում են մրցույթներին մասնակցելը, որովհետեւ սա հիանալի փորձ ու նոր գործընկերային շրջապատ են ձեռք բերում, բայց միևնույն է երբեմն լինում են ձախողումներ։ Այո, ինչպես եք ընդունում այն մասնակիցներին կրկին հետ ստուդիա, որոնք
ինչ որ մրցույթի ժամանակ չեն հաջողել եւ չեն բերել առաջին հորիզոնականը կամ երրորդ։ Ես նախապես միշտ ասում եմ, գիտես, որ կարող է ոչինչ չստացվի։ Մենք ամիսներով աշխատում ենք, այս մրցույթի համար կոնկրետ փետրվար ամսից ենք աշխատել եւ երեխաները կփաստեն, որ ես շատ պահանջկոտ մասնագետ եմ եւ իրենց փորձերը տևում է երևի թե 2 ժամ կամ ավելի քիչ, բայց օրը մեկն է հաճախում անդադար մարզումներով, որովհետև միայն այդպես կարող եք հաջողություն գրանցել։ Իսկ երեխաները առհասարակ երբ որ ինչ որ միտեղ չեն հաջողում իրենց հաղթանակով, ես միշտ քաջալերում եմ, որովհետև սա իրենց աշխատանքի մի մասն է, ես միշտ բացատրում եմ, որ պետք է միշտ թակեք այդ դուռը, եւ դա մի օր քեզ համար բացվելու է։ Այս անգամ չբացվեց, որտեղ քեզ դեռ փորձ էր պետք։ Այդպես առհասարակ իմ կարծիքով բոլոր մասնագիտական ժանրերում էլ միանգամից չէ, որ այդ հաջողությունը ձեռքիդ է հասնում։ Եվ իհարկե Մանեն հարցրեց ինչպես ենք ընդունում, եթե մրցանակ չի լինում, հիմա ուզում եմ աղջիկները ասեն, թե իրենք ինչպես ընդունեցին իրենց հաղթանակները, սա ինչ տվեց ձեզ, ինչ փոխվեց ձեր ներսի ընկալումների մեջ։ Ամեն մի մրցույթից հետո ինքնավստահության աստիճանը ու կամքի ուժը ավելի է բարձրանում, ավելի ես ցանկանում աշխատասեր լինես, ամեն մի ձև փորձում ես առաջ գնալ ու այս մրցույթից հետո կամ հենց ընթացքում, երբ որ ինձ հայտարարեցին, որ ես առաջի հորիզոնական եմ գրավել եւ ոչ մի բառով չեմ կարող բացատրել, բայց շատ հաճելի խոսք է լսել, որ այսքան աշխատանքի դիմաց դու կարողացել ես միտեղ հասնել։ Եվ ժյուրիի կազմն էլ բավականին ուզում եմ հավելել, որ ամբողջ Ռուսաստանի շոուների պրոդյուսերներն էին, երաժշտական պրոդյուսերները, այսինքն այն մարդիկ, ովքեր ստեղծում են եւ կառավարում են ամենաբարդ եւ կարեւոր TV շոուները եւ մրցույթները եւ բոլորը։ Ես շատ ուրախ եմ եւ շատ եմ ցանկանում, որ եթե երկիր են ներկայացնում, ապա դա պատվով տեղի ունենա, սկսված հագուստից, վերջացած երգացանկով եւ ամեն ինչով, քանի որ դա մեզ համար մեծ հպարտություն է, որ Հայաստանից 3 աղջիկներ գնում են ու այդքան պրոֆեսիոնալ երգիչների մեջ իրենք են հաղթողը ճանաչվում, դա ինձ համար հպարտություն է ուղղակի, որ մեր պատիվը մենք կարողացել ենք բարձր պահել երկրի։ Նաև թույլ տանք Նատալին էլ ասի, լսենք նրա համար ինչ էր այս հաղթանակը։ Իրականում այս մրցույթը 2 փուլով էր։ Առաջին փուլի ժամանակ հուզմունքը շատ մեծ էր, բայց երկրորդի ժամանակ հաղթահարեցի, ու երբ որ ես անցա առաջին փուլից հետո ֆինալ, երրորդին արդեն հանգիստ է, ոնց որ քար ընկներ ուսերիցս ու շատ պատվավոր էր, որ ես երրորդ տեղ գրավեցի։ Իհարկե շատ ուրախ կլինեի, որ ավելի բարձր հորիզոնական գրավեի, բայց որ այդքան մեծ մասշտաբի մարդկանց միջից գրավել եմ երրորդ տեղ, շատ հուզվել էի ու նաև շատ ուրախ էի Գոհարի համար, որովհետև մենք այս փուլը իրար հետ ենք հաղթարել ու ես զգում էի իր էմոցիաները ու հպարտանում էի մեզնով ու մեր ուսուցչով։ Մեզ եւս հպարտանալու առիթ են տալիս այսպիսի հաղթանակները, որովհետև հենց դուք գուցե այս պահին մեզ հետևող որևէ երեխայի պատանու կամ գուցե այն մարդու, ով սիրում է երգել, նրա համար մոտիվացիա եք սկսել հենց այսօրվանից աշխատել եւ հասնել հաջողության, որովհետև ինչպես նշեցիք, այդ դուռը ինչ որ մի օր աշխատանքի դեպքում բացվելու է։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար եւ հուսանք, որ հաղթանակները երկար սպասեցնել եւ մեծ ջանքեր չեն պահանջի ու ձեզ հեշտ կտրվի, որովհետև այս բարդ ճանապարհի սկիզբը դուք արդեն անցել եք պատվով։ Հայ եւս մեկ անգամ շնորհավորում ենք եւ մաղթում նորանոր հաղթանակներ ու բարձունքներ, իսկ մենք սիրելի հեռուստատողներ շարունակում ենք եթերը, քիչ հետո կվերադառնանք։